Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի աջակից եւ անդամ Նայիրի Սարգսյանն է։ Բարի երեկո, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, եւ այսպես ընտրությունները ավարտվեցին։ Ձեզ համար նման ելքը կանխատեսելի էր թե ոչ։ Իհարկե կանխատեսելի էր, որովհետև ամբողջ ընթացքից մոտավորապես պատկեր կազմվում է, չէ, հավանական հետևանքները, արդյունքները եւ այլն։ Որոշակի կանխատեսումներ կար, ցավոք սրտի իրականություն դարձան, բայց լավ լուրը նա է, որ երկար չի մնալ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին։ Ինչու է այդպես վստահ։ Սպառվել է Նիկոլ Փաշինյանը ամբողջովին եւ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ նա չի կարողանում մեծամասնություն հավաքել եւ չունի այդպիսի էլեկտորալ հենարան, որպեսզի կարողանա շարունակի կառավարել։ Բայց ունի 49% քվե։ Այո, 49%-ի մեծ մասը ձևավորվել է ուրեմն վարչական ռեսուրսի չարաշահմամբ, ընտրակաշառքներով, վախի ահուսարսափի մթնոլորտ ստեղծելով եւ քաղաքական հակառակորդների հանդեպ աննախադեպ բռնաճնշումներով։ Որոնք արդյունք են տվել։ Եթե մենք բոլորը կարողանում ենք չափենք, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ունի այն, այդպես ասած, էլեկտորալ հենարանը, որը որ այդ թվում ձեր հետ զրույցներում միշտ կանխատեսել էինք, որ 30-ից 35% ավել չի կարողանալ Նիկոլ Փաշինյանը քվեստանը։ Մոտավորապես պատկերը նույնն է, աճը տեղի է ունեցել նշված հանգամանքների շնորհիվ։ Լավ, բայց այնուամենայնիվ վերջին արդյունքում ձեր ասած հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության վարչապետ օգոստոսին պետք է կարգվի ինքը եւ ես այս օրերին տեսնում եմ ընդդիմադիր անգամ խորհրդարան անցած ուժերը եւ արտախորհրդարանական ուժերը խոսում են սահմանադրական դատարան դիմելու մասին, հա, բողոքում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի որոշումից, որով ԲՀԿ-ն ուղակի չմտավ խորհրդարան, ԲՀԿ-ին ուղակի արգելեցին մտնել խորհրդարան, բայց ԿՀ-ում Վահագն Հովակիմյանը Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի կողմից ընտրված մարդ է, սահմանադրական դատարանի բոլոր դատավորներին հատիկ-հատիկ նշանակել է Նիկոլ Փաշինյանը, հետևապես անգամ իրավական պրոցեսների գնալով, որն է ընդդիմության հույսը, որ ինքը հասնելու է արդյունքի։ Տեսեք, պետք չի երբևէ այդպես վատատեսական տրամադրվել, որովհետև եթե այդ թվում կյանքում վատատեսական պլանավորում է իրականացում, ամեն ինչի իմաստը կորչում է։ Կյանքը շարունակական պայքար է, անընդհատ եւ ընտրական պրոցեսներին բոլոր եղանակներով պետք է պայքարել։ Իրավական պայքար պետք է մղել, փողոցային պայքար պետք է մղել, քաղաքական պայքար պետք է մղել, բոլոր տեսակները հավասարաչափ որոշակի ժամանակահատվածում առաջնահերթություններ սահմանելով։ Հիմա ակնհայտորեն, լավ նշեցիք, ԲՀԿ-ի ձայները գողացված են, ակնհայտորեն, այսինքն ընտրակեղծարարությամբ գրպանային պաշտոնյաներով ԲՀԿ-ին ուղղակի խորհրդարանից դուրս թողել, ճիշտ է։ Չպայքարենք դրա դեմ, այսինքն այդպիսի ապօրինությունների դեմ պայքար չմղենք, պայքարեք ոչ թե դիմեք սահմանադրական դատարան, այլ փողոցային ճնշում գեներացրեք, որը ճնշում կլինի նույն սահմանադրական դատարանի վրա նաև։ Դրանք հավասարազոր պայքարի մեթոդներ են, այսինքն առանց իրավականի չի կարելի փողոցային անել, առանց փողոցայինի չի կարելի իրավական։ Միաժամանակ համընթաց պետք է երկուսը պահել։ Կստացվի, կախված է մեզանից բոլորից, մեր կազմակերպչական ունակություններից, ճիշտ պլանավորումից, դեպի նպատակը շարժվելու այդպես անշեղ ճանապարհից եւ այլն։ Ես այս օրերին մեր տաղավար հյուր եկող բոլոր գործիչներին հարցնում եմ, հիմա խորհրդարան անցած ընդդիմադիրները մանդատը պետք է վերցնեն, թե ոչ, նույն հարցը տալիս եմ նաեւ ձեզ։ Եկեք անձնական կարծիքս ասեմ եւ հետո արդեն ընդհանուր վերլուծական, հա, շարժվենք։ Տեսեք, ինձ համար մանդատ վերցնել երբևէ չի եղել նպատակ։ Այդ թվում նախընտրական ժամանակահատվածում մեր բանակցությունների իմ թիմակիցների հետ, մեր դաշնակիցների հետ ընդհանուր ես չի ցանկանում ուղղակի ցուցակում ընդգրկվել։ Իհարկե նաեւ շնորհակալություն եմ հայտնում եւ իմ թիմակիցներին եւ դաշնակիցներին, որ ըմբռնումով մոտեցան իմ այդ որոշմանը, բայց ինձ համար մանդատը երբեք չի եղել այդպես նպատակ։ Մանդատ վերցնելը ինքը պետք է լինի այդպես ածանցյալ գործիք եւ պետք է ածանցվի գլխավոր նպատակից։ Որն էր մեր գերակա գլխավոր նպատակը։ Հայաստանի Հանրապետության զարգացմանը խոչընդոտող վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Մանդատը կօգնի գործողությունը կատարելուն, իհարկե պետք է վերցնել։ Չի օգնի, իմաստ չեմ տեսնում վերցնելու։
Այսինքն երբ ասում եք մանդատը կօգնի, ինչ նկատի ունեք։ Մենք տեսել ենք ավելի վաղ 2021 խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարան անցած Հայաստան եւ պատիվ ունեմ երկու ընդդիմադիր ֆրակցիաների։ Նրանք էլ էին ասում, որ մանդատը օգնելու է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Մանդատը օգնելու է, որ աշխարհի տարբեր երկրներ գնան գործուղումների եւ Հայաստանում տիրող բռնաճնշումների մասին խոսեն։ Այդ բոլոր ելույթների օգգն 0 է։ Հիմա նրանց մանդատը չի օգնել, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Ինչ անեն ներկայիս ընդդիմադիրները, որ մանդատը օգնի։ Դե իմ պատկերացում հետեւյալն է, որ այնինչ ես պետք է իրականացնեմ, ազգային ժողովից դուրս էլ կարող եմ իրականացնել։ Եվ ազգային ժողովի ամբիոնը բացարձակ ինձ չի օգնելու, որ ես իմ նպատակի հետևից անշեղորեն շարժվեմ։ Այլ մարդիկ այլ կերպ են մտածում։ Եվ այստեղ գիտեք, չկա ճիշտը որն է, սխալը որն է։ Այստեղ կա ընդհանրապես նպատակ եւ նպատակին հասնելու միջոցների հստակ պլանավորում, գիտակցում եւ դրա արդյունքի հավանականության չափում։ Եթե նորից ես պետք է տարանջատեմ այսպես։ Ես հավանական արդյունքի տարանջատումը հետեւյալ կերպ եմ պատկերացնում։ Խորհրդարանի շենքից դուրս ցանկապատից դուրս ես կարող եմ իրականացնել ակցիաներ, գործողություններ, կառավարությանը քննադատություններ, նրանց հետ անընդհատ բախումներ եւ այլն, եւ դա ես կարծում արդյունավետ մեթոդ է։ Հիմա մեկ այլ մարդ կարող է մտածել, որ ազգային ժողովի ամբիոնից ելույթները, հարց ու պատասխանների եւ այլն, դրանք կարող են շատ ավելի արդյունավետ լինել իրենց տեսանկյունից։ Ո՞րն է ճիշտը։ Կապրենք կտեսնենք։ Այո, կապրենք կտեսնենք, բայց մի այսպիսի հարցել եմ ուզում ձևակերպել։ Տեսեք, 2021 թվականին Հայաստան դաշինքին արտահերտ ընտրություններով ձայն էր տվել մոտ 250,000 մարդ։ 5 տարի Հայաստան դաշինքի աշխատանքը տեսնելուց հետո այս ընտրություններին Հայաստան դաշինքին ձայն տվեց 50%-ով պակաս մարդ։ Պատիվ ունեմ ընդհանրապես չհայտնվեց խորհրդարանում։ Իմ հարցը հետևյալն է. ինչպես անի օրինակ հիմա Հայաստան դաշինքը, ինչպես անի ամենամեծ ընդդիմադիր ուժեղ Հայաստանը, որպեսզի իր ձայները հաջորդ ընտրություններին 50%-ով չպակասեն։ Աշխատել, բացառապես աշխատել։ Շատ լավ նկարագրեցիք։ Հիմա ով ինչ էր ասել 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Օր ու արև չտան։ Ապրեք, ինչ են ասել ընթացքում, ինչ ակնկալիքներ են ձևավորել հասարակության մոտ, էական չի։ Կա մեկ գլխավոր պատասխան։ Ընդ որում արդեն չափված եւ փորձարկված պատասխան։ 2021 թվականից 26 թվականների ընթացքում ձեր էլեկտորալ հենարանը նվազել է թե ոչ։ Ձեր ձայները պակասել են թե ոչ։ Կիսվել են մոտավորապես, չէ՞։ Այո։ Այսինքն սա նշանակում է, որ վատ են աշխատել, վերջ։ Չկա այլ բանաձև ուղղակի գոյություն չունի։ Վատ եք աշխատել, եղբայրներ եւ քույրեր։ Եվ մյուս կողմից պարոն Սարգսյան ինչպես անել, որ Նիկոլ Փաշինյանի տակից վարչապետի աթոռը հանելու այդ գործընթացը միայն իր ծանրությամբ չմնա խորհրդարան անցած ուժերի վրա, հա, ընդդիմադիրների վրա։ Արդյոք այս հարցում խորհրդարանական ընդդիմադիրներին չպետք է թիկունք կանգնի արտախորհրդարանական ընդդիմությունը, այսօրերին ես տեսնում եմ նրանց կողմից թիրախավորված ցլակներ հենց միայն խորհրդարանական ուժերին, ասում են դե անցել են, իրենք էլ թող մտածեն։ Ես այդպես չեմ համարում եւ ոչ թե համարում եմ, որ արտախորհրդարանական ուժերը պետք է թիկունք կանգնեն, այլ մեկը մյուսին պետք է թիկունք կանգնի։ Խորհրդարանականը պետք է արտախորհրդարանականին թիկունք կանգնի։ Գիտեք, մենք այնպիսի մի պայքարի մեջ ենք, բառից բուն իմաստով գոյության պայքարի մեջ ենք, որտեղ որ ոչ թե պետք է նշանակենք առաջնորդներ ու կատարողներ, առաջնայիններ ու երկրորդայիններ, թիկունք պահողներ ու առաջնագիծ պահողներ, չէ, բոլորը առաջնագծի մարտիկներ են հավասարապես։ Խորհրդարանական ընդդիմություն մեր ընդհանուր նպատակի հետևից անշեղորեն քայլում ես թե ոչ, արդյունավետ ես քայլում թե ոչ, եթե արդյունավետ չես դադարեցրու գործունեությունը կամ շտկի, լավարկի շատ ավելի, արտախորհրդարանական ընդդիմություն կարողանում ես աշխատել այնպես, որ չխոչընդոտես, չխանգարես Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ուրեմն աշխատեք միմյանց հետ սինխրոնիզացված պետք է աշխատել։ Հիմա տնտեսության մասին, պարոն Սարգսյան, այս օրերին ազգային ժողովում տեղի է ունենում 2025 բյուջեի կատարողականի քննարկումը, ֆինանսների նախարարը երեք հայտարարում էր, որ մենք ունենք տնտեսական աճեր բոլոր ոլորտներում, ավելին հպարտությամբ նշում էր, որ մենք 300 միլիարդ դրամով ավելի հարկ ենք այս տարի հավաքել, այս դեպքում հարց է առաջանում, եթե մեր տնտեսության վիճակը այդքան լավ է, ինչու ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանի կառավարությունը ակցիզային հարկը բարձրացրեց, իսկ մասնագետները, տնտեսագետները կանխատեսում են, որ այլ հարկատեսակներ եւս բարձրանալու են։ Վաղուց աշխարհում արդեն տնտեսագետները երկրի տնտեսությունը չեն չափում միայն հնայով կամ հավաքագրված հարկերով։
տարբեր գործակիցներ կան, այդ գործակիցների մեջ այդպես արդարության տարբեր մոտեցումներ կան եւ այլն եւ այլն։ Ինչ է ասում իշխանության ցանկացած ներկայացուցիչ, ինձ համար ունի զերո արժեք, որովհետեւ թվերը այլ բանի մասին են խոսում, մարդկանց սոցիալական վիճակը այլ բանի մասին է խոսում։ Այսինքն դուք մտածում եք, որ նկարչություն է դա։ Հիմա եկեք հերթով գանք։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ղեկը ստանձնման տարում ակցիզային հարկը, ծախախոտի ակցիզային հարկը 1 տուփի հաշվարկով եղել է 144 դրամ։ Այժմ 440 դրամ է։ 1 տուփի հաշվարկով։ Հիմա լավ է, որ հարկը ավելացրել են, բայց ծխող մարդու համար նրա գրպանին որքանով է վնասել։ 2 ամիս առաջ PR ակցիան իրականացնում Ադրբեջանից բենզին, դիզելային վառելիք եւ այլ ներկրումի, որ ասում են ինչ վատ արժանացել է այլ։ 2 ամսվա մեջ դիզելային վառելիք 150 դրամով ավելացել է։ 440 դրամ այդ իրանց այդ PR ակցիայի ժամանակահատվածում էր 590 դրամի շրջանակներում այժմ է 2 ամսում 150 դրամ։ Այսինքն Ադրբեջանի տարածքով բերվող դիզ վառելիքը չօգնեց, որ Հայաստանում գնանկում տեղի ունենա։ Ոչ թե չօգնեց, այլ 150 դրամով գները աճեցրեց, գները բարձրացրեց վերև 150 դրամով։ 2026 թվականի առաջին 4 ամիսներին, հունվար-ապրիլ ամիսներին խոսում են հարկերի նորից կրկին բարձրացման մասին կամ բյուջե ավել հավաքագրման մասին, նախորդ տարվա համեմատաճի մասին։ Միայն առաջին 4 ամիսներին սնունդ եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 10%։ Հիմա շատ հետաքրքիր հարց առաջանում։ Մեր սիրելի հայրենակիցները, որ մտնում են խանութ, իրենք չեն տեսնում այս գնաճը։ Իրենց գրպանի վրա չեն տեսնում են, բայց Նիկոլ Փաշինյանին են նաև լսում, որն ասում է 10000 դրամով թոշակ են բարձրացրել։ Նաև ձեր առևտրի 2%-ն եմ ձեզ հետ վերադարձնում։ Դա են լսում, ոգևորված գնում են խանութ։ Գիտեք մոտավոր ինչի է նման, երբ որ մարդը մտնում է խանութ եւ գնապիտակի վրա տեսնում է, որ ապրանքի գինը 100 դրամ է, եւ մենք նրան համոզում ենք, ասում ենք, գիտեք 100 դրամը շատ ավելի էժան է, քան 70 դրամը։ Նիկոլ Փաշինյանին լսել եւ ամենօրյա առերեսվել խնդրի հետ մոտավորապես այդ ներկայացրած օրինակներ։ Այսինքն, որ ասում է բյուջեի եկամուտները ավելացել են, բյուջեի եկամուտները ավելացել են, կառավարության համար նոր տրանսպորտային միջոցներ են ձեռք բերվել, աշխատասենյակներ են վերանորոգվել, բոլորը ապրում են շատ լավ, ուրախ ու երջանիկ, չաղ ու բախտավոր։ Ինչպես է ապրում մեր հայրենակիցը 40% ըստաղքատության վերին գծի աղքատությունով, ովքեր էլ որ չեն համարվում աղքատ, այսինքն պաշտոնական վիճակագրական թվերով չեն համարվում աղքատ, ես շատ քիչ մարդ եմ ճանաչում, շատ քիչ, իսկ ես բավականին շատ մարդ եմ ճանաչում, ովքեր որ իրենց ամսական եկամուտով կարողանում են ամբողջ ամիսը ապրել եւ չունեն վարկեր։ Տեսեք, մարդ աշխատավարձը ստանում է, ամսվա վերջին օրերին այլևս նրա գրպանում գումար չկա։ Ինչի հաշվին է դա? Որովհետև միայն 26 թվականի մասին եմ խոսում, 10%-ով իր սնունդը եւ ոչ ալկոհոլային խմիչքների գները ավելացել են, բարձրացել են։ Հիմա այդ գնաճին գումարվում է Հայաստան-Ռուսաստան տնտեսական պատերազմը, հա? Դրա հետևանքները ինչպիսին են լինելու։ Ես օրինակ այն օրը լսում եմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին։ Ասում է, այս պահին գազի սակագնի բարձրացման մասին խոսակցություն չկա, բայց որ լինի, մենք այլ շուկաներ կուսումնասիրենք։ Հոգ չէ, ուսումնասիրենք այլ շուկաներ։ Հիմա այս գնաճ զուգահեռաբար Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ, գազի գնի թանկացում, հայկական արտադրանքի համար փակված դռներ։ Ինչ է լինում տնտեսության հետ։ Ես չեմ հիշում, ում մտքի փայլատակումներ, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանի, որ ասում էր մենք մեր գազը կօգտագործենք։ Ինչ որ մի հատ այսպեսի ապուշություն եմ հիշում, որ ասել էին։ Ես չգիտեի, որ մենք գազ ունենք, ճիշտ ասած։ Տեսեք, տնտեսության մասին միշտ խոսելիս ոչ թե պետք է խոսել փաստացի իրավիճակի մասին, այլ նաև խոսել սպառնալիքների մասին։ Ինչպիսի սպառնալիքներ գոյություն ունեն եւ ներքին եւ արտաքին սպառնալիքներ։ Այո, Ռուսաստանի այս պատժամիջոցները եւ այսպիսի քաղաքականից ածանցվող, թե ուղղակի տնտեսականից մեկնարկած, բայց էական չի սպառնալիք է Հայաստանի գոյությանն ընդհանրապես։ Որպեսզի մենք ճիշտ պատկերացնենք Ռուսաստանը ինչ ազդեցություն կարող է թողնել մեր վրա, յուրաքանչյուր ընտանիքի կամ անհատի օրինակով մենք պետք է դա հասկանանք։ Անհատի ապրելու համար անհրաժեշտ է եկամուտ եւ համապատասխանաբար ծախս, չէ։ Սովորաբար անհատը իրեն զգում է ապահով, իր ապագան տեսնում է կանխատեսելի, երբ որ եկամուտները բավարարում են ծախսերի կատարմանը։ Հիմա որտեղից են գոյանում եկամուտները։ Եկամուտները գոյանում են կամ աշխատավարձից, կամ եթե բիզնեսի մեջ ներգրավված է շահաբաժիններից, կամ ինքնազբաղված անձինք են այդպես ինքը իր ծառայություններից։ Որտեղից է գալիս այդ գումարը, որ բիզնեսը վճարում է։ Բիզնեսը ինքը պետության առանցքն է,
որի շուրջը պատտվում են մնացած բոլորը։ Ինչպես է երկրագունդը պատտվում իր առանցքի շուրջը։ Բիզնեսը հիմնական բարիք արտադրողն է, հիմնական աշխատատեղ ստեղծողն է, հիմնական հարկատուն է 98% պետբյուջեի, որ այդքան Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, կարծես հոր տնից է բերել այդ փողերը, հիմնական հարկատուն է եւ արտաքին հարաբերություններում հիմնական դերակատարներն են, այսինքն արտահանողներ, ներկրողներ եւ այլն։ Հիմա ինչ վիճակում են գործառույթ ինքն է անում։ Հիմա հերթով գալիս են, որ պարզին է անհատը որտեղից է դա ստանում այդ եկամուտը։ Հիմա բիզնեսը ստանում է արտահանումից։ Հայաստանի արտահանումների 40%-ը բաժին անկնում Ռուսաստանի Դաշնության։ ԵԱՏՄ երկրներին, այսպես ասենք։ Այսինքն Ռուսաստանից է փողը գալիս, որպեսզի բիզնեսը վերամշակող արդյունաբերությունը, գյուղատնտեսի ինքնազբաղված անձը կարողանա եկամուտ ստանա։ Կգնան ասում են Եվրոպա։ Ֆուրերը որ գնում են ապրանքը քաղում, այսինքն ծիրանը քաղում եւ տանում են Ռուսաստան, Ռուսաստանից է գալիս։ Հիմա լարցում են խնդիրը։ Հիմա Եվրոպային էլ կանրադառնան։ Հաջորդը որտեղից է գալիս։ Տուրիստական այցերն են։ Այսինքն տուրիստը դրսից գալիս է, Հայաստանի արտադրանքը ձեռք է բերում, հյուրանոցային ծառայություններից օգտվում է, սրճարաններ, ռեստորաններ եւ այլն, որտեղ աշխատակազմը ստանում է աշխատավարձ։ Ռուսաստանի տեսակարար կշիռը միայն 2026-4 ամիսներին 50% է կազմում։ Հայաստան փոխանցվող տրանսֆերտների, այսինքն ովքեր որ արտագնա աշխատանքի են մեկնել, փողը փոխանցում են ընտանիքներին, 70%-ը Ռուսաստանից է։ Եկեք հանրագումարի բերենք։ Գրեթե Հայաստանի եկամուտների, մարդկանց եկամուտների աշխատավարձի փողի կեսից ավելին Ռուսաստանից է գալիս։ Հիմա գնացիք ասում։ Շատ վատ է։ Լավ, գնանք Եվրոպա նոր գնանք։ Եվրոպան ի դեպ հիմա Նիկոլ Փաշինյանին խոսք են տվել, տալու են գումար, որպիսի սուբսիդիաներ տան տնտեսվարողներին, որ մեր տնտեսվարողները նեղը չընկնեն ռուսական փակ դռների պատճառով։ Փող կտանք, ասում է ձեր ապրանքը կտանեք, կհասցնեք Եվրոպա։ Գևորգ Պապայանն էլ ասում է մենք ստանդարտների խնդիր չունենք, բոլոր սերտիֆիկատները ունենք։ Մի քանի տարի առաջ էլ ասում էր ստանդարտների խնդիրն է, բիզնեսն է մեղավոր չի կա։ Տեսեք, դուք մեջ բերում եք անընդհատ Պապոյան Գևորգներ, Նիկոլ Փաշինյաններ, հանգիստ թողեք էլ իրենց։ Նրանց մտքի գոհարները մենք չենք կարող մեկնաբանել։ Այսինքն մենք պետք է, այսպես ասած, մեկնարկենք մենք մեր ռեսուրսային բազայից։ Ինչ ունենք, ինչ ենք ընդհանրապես արտադրում։ Ասում եք ծաղիկ արտահանեք, պահածոներ արտահանեք։ Հիմա լուրջ դեմքով ես ձեզ պետքա պատասխանեմ, որ Հայաստանից կարող է ծաղիկ գնալ Նիդերլանդել վաճառվել, ամբողջ աշխարհը Նիդերլանդից է ծաղիկ ներկրում։ Այդ թվում Հայաստանի Հանրապետությունը։ Հասել է արդեն Ուկրաինա մեր ծաղիկը։ Որ վարդերն եք սիրում նվեր ստանալ, հոլանդակը։ Դեղին հոլանդականը։ Այսինքն դա աշխարհում ընդունված է արդեն։ Հիմա ես պետք է լուրջ դեմքով մեկնաբանեմ, թե հայկական գարեջուրը կարող է գնալ Չեխիա եւ Գերմանիա վաճառվել։ Ես պետք է լուրջ դեմքով մեկնաբանեմ, որ հայկական կոնյակը գնա Ֆրանսիա։ Ասում է թող այնպես անի, գնա վաճառվի, թող գտնի կապեր, թող անի այնպես, որ իր ապրանքը հայտնվի դարակաշարի վրա։ Խուսափելիություն, պատասխանատվություն, խուսափելիություն։ Չէ, ասում եմ, ինձնից փող ես ուզում տնտեսվարող, որ քո ճանապարհածախսը հոգամ։ Ես տալիս եմ, գնա այնտեղ գտի եվրոպացի այնպիսի գործարարներ, որ թույլ տան ապրանքը հայտնի դարակաշարի վրա։ Դուք դնում եւ ինտելեկտուալ ինսուլտի եք հասցնում ինձ։ Տեսեք, ախր դուք կրկին բերում եք մի մարդու մեկնաբանություն, որը ինքը ընդհանրապես պատկերացում է հետեւյալն է՝ փող ստանալ հոդված գրել։ Ինչ որ մեկից փող վերցնել հոդված գրել։ Իրեն թվում է թե բիզնեսը ամբողջությամբ կախված է փողից, եթե փողը կա ամեն ինչ կա։ Ոչ, փողը 12-րդ կարևորությունն է բիզնեսի մեջ։ Այստեղ գոյություն ունի միտք, գոյություն ունի արտադրանք, գոյություն ունի դրա մրցունակություն, դրա վաճառքի սպառնալիքներ, մրցակցություն համաշխարհային շուկայում եւ այլն։ Դուք ասում եք, որ հայկական գարեջուրը չի կարող հասնել Եվրոպա, քպական իշխանությունն ասում է, ես փողը տալիս եմ տնտեսվարողին։ Ճանապարհի ծախսի հարցը լուծում եմ, թող արդեն այդ տնտեսվարողը իր ուղեղը այնպես աշխատացնի, այնպեսի բարձր որակով արտադրանք տա, որ Եվրոպայում իր ապրանքը իրացնի, որ կախված չմնանք միայն ԵԱՏՄ շուկայից։ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմը երբևէ կյանքում մի հատիկ բարիք ստեղծած չկան։ Մի հատ։ Երբևէ կյանքում չեմ ասում է բիզնես։ Այն 90-ականներին, որ Հայաստանը նոր անկախացել էր, կհիշեք, կոմիսիոններ էր կոչվում այդպես բակերում եւ այլն տարբեր։ Նույնիսկ կոմիսիոնի իրանց կյանքի մեջ ստեղծած չկան։ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում։ Տեսեք, կապ չունի հիմա ինչ է։ Երկրի ղեկավար լինելու կարգավիճակում կրկին բարիք չի ստեղծում, ավելին անընդհատ չարիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության իր ժողովրդի համար։ Բայց չարիք է ստեղծում ուր են ջերմոցատերերը, ինչի բողոքի ակցիաներով չեն հեղեղում փողոցները։ Որ ջերմոցատերերը, ես չգիտեմ դուք ում մասին եք ասում։ Այն մարդիկ, որոնք ասում են, որ մեր ապրանքը թափում են, օրինակ ես գիտեմ ջերմոցատերեր, ում հովանավորում է Նիկոլ Փաշինյանի թիմը եւ նրանք էլ այդպես չգրանցված այդպես շահույթներ ունեն, ջերմոցների մեջ կամ փայաբաժիններ ունեն։ Որ ջերմոցատերերի մասին է խոսքը։ Այսինքն ընդհանրական չի կարելի գնահատականներ տալ։ Մենք պետք է հասկանանք ով
ինչ ազդեցություն է կրել, ինչպիսի հետևանքներ է Ռուսաստանի սահմանափակումների իր բիզնեսի վրա, ջերմոցային տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն է թողել, ըստ դրա կարողանանք պատասխանել հարցին։ Այսինքն կարող է ստացվի այնպես, որ ԵԱՏՄ սահմանափակումների ծանր հետևանքների իրենց վրա կրի մոտ 300-400 հազար գյուղացիական տնտեսություն, բայց այն խոշորները, որոնք ԿՊ-ի հետ ունեն լավ հարաբերություններ, պետությունից սուբսիդիաներ ստանան, իրենք կարողանան այս ամեն ինչը շատ հեշտ հաղթահարել։ Տեսեք, աշխարհում երկու մոդել կա։ Ռուսաստանը ասում է քո ապրանքը բերի շուկա, վաճառի, փողը վերցրու գնա։ Եվրոպան ասում է նրանց ապրանք մի տուր, ես քեզ դրա փոխարեն փող կտամ, բայց տոկոսով է տալիս այդ փողը։ Օրինակ, պայմանականորեն 100 միլիոն եվրո փող են տալիս մեզ, 10% տոկոսադրույքով կամ 5% տոկոսադրույքով, այսինքն 100 միլիոնը արդենից թանկացավ, չէ՞։ ԵԱՏՄ շուկայի պարագայում տոկոս չի աշխատում, բարիք ստեղծվում է, ինքը տալիս է շղթայական ռեակցիա, մուլտիպլիկատիվ էֆեկտ, այսինքն աշխատողը աշխատավարձ է ստանում, այդ բիզնեսին սպասարկող այլ բիզնես է հիմնադրվում, աստացած աշխատավարձով մարդիկ սրճարան են գնում, սրճարան է բացվում եւ այսպես շարունակ։ Ինքը շատ հսկայական էֆեկտ է թողնում։ Եվրոպայի բերած փողը կբերի, կտա ջերմոցատիրոջը, ջերմոցատերը այդպես էլ չի կարողանա վարդը Հոլանդիա արտահանի, գարեջուր արտադրողը չի կարող գարեջուրը Չեխիա արտահանել, դեղ արտադրողը չի կարող դեղը Գերմանիա արտահանել։ Արդյունքում Հայաստանը կհայտնվի պարտքերի տակ, եւ Հայաստանը այդպես աղքատությունը ուղղակի համատարած բնույթ կկրի։ Այսինքն նկատի ունեք ամիսներ անց են այդ սանկցիաների հետևանքները զգացվելու։ Շատ ապրանքատեսակների մասով այո, շատ ապրանքատեսակների մասով մի քանի ամիս, 1 տարի եւ այլն։ Տեսեք, գյուղատնտեսական արտադրանքից հենց սկսենք։ Եթե Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը չի գնում, մենք հիմա զրուցում ենք քարոզարշավից ընդամենը 10 օր անց։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում ամբողջ մարզերում ու գյուղերում եղել եւ շփվել եմ չէ մարդկանց հետ։ Բոլոր գյուղացիների խնդիրը մեկն է։ Աշնանը վերցնում են վարկ կամ ներողություն, գարնանը վերցնում են վարկ, այդպես իրենց ցանքատարածություններ եւ այլն գյուղատնտեսական աշխատանքները կատարում են, աշնանը վաճառում են բերքը, մարում են վարկը, որոշակի էլ այդպես եկամուտ է մնում ապրելու, բայց գարունը չեն կարողանում այս մարդիկ սեփական եկամտով նորից շարունակեն աշխատանքը։ Բոլորը վարկի տակ են։ Հիմա ինչն էր գարնան վերցած վարկից ակնկալիքը, որ բերքը կվաճառվի, աշունը վարկը կմառեն, չէ՞։ Հիմա բերքը չի վաճառվում։ Ռուսաստան չի գնալու։ Ինչքան կարող է պետությունը սուբսիդիա տալ։ Չնայած եկեք մի հատ այսպես ինֆորմացիա եմ ստացել, բայց ճշգրտության վերաբերյալ դեռևս չունեմ տվյալներ, կփորձեմ ընթացքում ճշտել։ Այդպես Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանից փորձում է Եվրոպայի անվան տակ հանել, Ադրբեջանի եւ Թուրքիայի տակ դնել։ Ստացել եմ տեղեկատվություն, որ Հայաստանի Հանրապետությունից ապրանքը դուրս է գալիս Վրաստան, վաճառվում է ադրբեջանական ընկերության, Ադրբեջանից վաճառվում է Ռուսաստան։ Պատկերացնում եք ինչ շղթա է ստեղծվում։ Այսինքն ադրբեջանցին է որոշում հայկական արտադրանքը գնա Ռուսաստան, թե չգնա Ռուսաստան։ Ռուսաստանից լինի Թուրքիայից, Ադրբեջանից։ Բացառապես ոգևորվեն, որ գնում են Եվրոպա։ Բացառապես Թուրքիա եւ Ադրբեջան։ Սուբսիդիաների հետ կապված երևի անցյալ շաբաթ էր կառավարությունը որոշում ընդունեց 4 միլիարդ դոլարի իրենք սուբսիդիա են տալիս, հա, եւ խմիչքի եւ գյուղմթերքի համար։ Մեր պետական բյուջեն որքան կարող է առհասարակ դիմանալ այդ անընդհատ սուբսիդիաների տրամադրմանը։ Եթե հարկ չի հավաքագրվում, երբ որ արտադրանքի ծավալ չի ավելանում, չի կարող։ Պետական բյուջեն ինչի հաշվին է ավելացել։ Արտահանումների իրականացման հաշվին, տուրիստական հոսքերի հաշվին, այսինքն այս բաժակից շատ է վաճառվել եւ քանի որ շատ է վաճառվել, շատ էլ հարկ է հավաքագրվել։ Հիմա եթե բաժակի վաճառքը մենք արգելում ենք, պատկերացրեք տնտեսությունը բացառապես բաժակ վաճառողը, ու ընդհանրապես այլևս բաժակ չի վաճառում։ Նշանակում է եկամուտ չի գեներացվելու, հարկ չի գեներացվելու, չէ՞։ Հետևաբար սուբսիդիան չի կարողանալու վճարի, պարտքերը չի կարողանալու հետ վերադարձնի։ Իդեպ ձեր ունեցած տեղեկության հետ կապված, որ հայկական ապրանքը վաճառվում է Ադրբեջանին, ստացվում է եւ Ադրբեջանի տարածքով գալիս է այստեղ ապրանք, ավելի վաղ նույն ձեր կողմից չսիրված Գևորգ Պապոյանն ասում էր Ադրբեջանը մեզնից ապրանքախմբերի ցանկ է ուզել, որը մենք կարող ենք վաճառել, հիմա կարող եմ ասել այդ process-ն է գնում, այդ ցանկը տրվել է։ Դուք ինձ որ ասեմ գլուխը պատին է տալիս Գևորգ Պապոյանը, տեսեք ախր կեղծիքին էլ չափ ու սահման գոյություն ունի, բայց սրանց մոտ դրանք անչափ ու անսահման են։ Չկա այդպիսի բան։ Իրականությունը հետևյալն է։ Որ հայկական ապրանքը գնա Ադրբեջան վաճառվի։ Այո, իրականությունը հետևյալն է։ Հայաստանում շատ կամ սահմանափակ են, շատ սահմանափակ կամ ընդհանրապես գոյություն չունեն ապրանքներ, որոնք որ ավելի մրցունակ են ադրբեջանական շուկայում վաճառվելու համար, քան թուրքական եւ ադրբեջանական ապրանքները։ Եթե Ադրբեջանը որոշակի ապրանքների գծով ունի դեֆիցիտ,
Միանգամից Թուրքիան դա մատակարարում է։ Այսինքն Թուրքիան այդպես չի սպասում։ Թուրքիան գիտեք նման է այդպես ակուլայի բերանը բաց սպասում է, հենց ինչ որ պատեհարիթի ժամանակ ինքը միանգամից հայտնվում է ճիշտ վայրում։ Եվ դրանք գիտեք միֆեր են, որ Ադրբեջանը պետք է Հայաստանից ապրանք առնի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքով ներկրմանը Հայաստան որևէ ապրանքի ու սրանց նորից PR ակցիաներին, դա գիտեք շատ հաճախ եղել է նախկինում անկախ Հայաստանի պատմության մեջ նկատի ունեմ։ Օրինակ, Ղազախստանից այս նույն բաժակը ներկրվում է։ Ներկրում իրականացնող բիզնեսմենը հարցումներ է ուղարկում ռուսական կազմակերպությանը, արտադրող կամ վերավաճառող ղազախական կազմակերպությանը եւ ստանում է շահավետ առաջարկ։ Օրինակ, ղազախական կողմը ամենաշահավետ առաջարկ տվեց գին որակ համադրության մեջ։ Հաջորդ հարցն է քննարկվում. ով է տրանսպորտային ծախսերը հոգում կամ ով է մատակարարում իրականացնում։ Օրինակ, ղազախական կողմը ասում է ապրանքի արժեքի մեջ ներառված է այդ թվում բեռնափոխադրումը։ Եվ իր համար երթուղին գծված է Ադրբեջանի Վրաստանի տարածքով մուտք Հայաստան։ Դրա մասին ոչ Հայաստանի բիզնեսմենի իմանում է, ոչ էլ որևէ մեկին հետաքրքրում է։ Իսկ հիմա դարել է PR գործիք։ Ապրեք։ Դա միշտ եղել է, բայց սրանք PR-ում են մի բան, որի իմաստ չունի PR-ելու։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Արմատ մեդիայի եթերում զրուցակիցս Նայիրի Սարգսյանն էր, կհանդիպենք վաղը։